Ցայք հեռուստաընկերությունը ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը արտակարգ ռեժիմով։ Տաղավարում Ալա Բաղդասարյանն է։ Բարև ձեզ։ Վաղ առավոտից մեր նկարահանող խմբերը եղել են տարբեր ընտրատեղամասերում, ինչու՞ չէ նաև ականատես եղել փոքր թերացումների եւ խախտումների։ Այս պահին տաղավարում իմ հյուրն է լրագրող Աստղիկ Խաչատրյանը եւ նրա հետ կզրուցենք օրվա անցուդարձի մասին։ Ողջույն Աստղիկ։ Ողջույն Ալա։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, շատ բուրըն, ինչպես նշեցիր, առավոտ 8-ից այսպես շատ ակտիվ աշխատանքային process-ի մեջ ենք, անգամ չենք հասցրել շփվել, դու ինչպես ես ի դեպ։ Շնորհակալություն, ես էլ եմ լավ, նույնիսկ արդեն հասցրել եմ իմ քաղաքացիական պարտքը կատարել։ Եվ ընտրատեղամասում ի դեպ ոչ մի խախտման ականատես չեմ եղել։ Իսկ ձեր եղած ընտրատեղամասերում ինչպիսին էր իրավիճակը։ Տեսեք, հիմնականում տեղամասերի ընտրական այսպես հանձնաժողովի նախագահները չեն ասում խախտումներ, ասում են թերացումներ փոքրիկ, չնայած այն հանգամանքին, որ Գրանցամատյանում շատ խախտումներ գրանցվել են որոշ այսպես ընտրատարածքի ընտրատեղամասերի մասով, եւ այսպես դրանք հիմնականում վերաբերում էին օրինակ այն հանգամանքին, որ անչափահասներին են ծնողների հետ մտնում, օրինակ քվեարկությունը տեսնում են, թե ծնողը ում է քվեարկում, կամ տարեցների պարագայում այն նույն դեպքը լինում, երբ օրինակ տեսողության խնդիրներ ունեցող անձինք են գալիս, կամ այսպես ավելի շատ տարեց մարդիկ են, որոնց պետք է օգնող մարդ, այդ առումով կան շատ գրանցումներ Գրանցամատյաններում եւ հիմնականում հանձնաժողովի նախագահները այսպես են պարզաբանում, որ սպասում են անծանոթը գա, իրեն համարի օգնող, գրանցվի եւ կարողանա այդ մարդու հետ գնալ, որպեսզի այդ քաղաքացին կարողանա իր քաղաքացիական պարտքը կատարել։ Երեխաների հետ մոտենալ քվեախցիկին դա անօրինական է համարվում։ Հանձնաժողովի նախագահները խիստ նկատողություն են տալիս եւ նշում են, որ անգամ պետք է ընտրատեղամասից դուրս գան։ Մեր աչքի առաջ նմանատիպ շատ դեպքեր եղան, ես չգիտեմ լրագրողների աչքի առաջ են այդպես միայն անում, թե մեր բացակայության ժամանակ եւս այդպես է, բայց շատ խիստ նկատողություն են տալիս երեխաներին եւ ասում են, որ սպասեն դրսում կամ գոնե միջանցքում, համենայն դեպս ոչ ընտրատեղամասում։ Իսկ ընդհանուր առմամբ խնդիրներ ունեցող, օրինակ տեսողական խնդիրներ ունեցող մեծահասակ ընտրողների հետ ինչպիսին է վերաբերմունքը, նրանց աջակցություն, օգնություն ցուցաբերվում է համապատասխան։ Այո, ալա, շատ համբյուր են, բավականին լավ է վերաբերմունքը, բայց ես պիտի այս առումով արձանագրեմ հաշմանդամություն ունեցող անձանց, մասնավորապես տեսողական խնդիրներ ունեցող կամ հնախշարժողական խնդիրներ ունեցող անձանց մասնակցությունը շատ քիչ է։ Մեր տեսախցիկը, այսպես մեր խումբը աշխատում է առավոտ 8-ից, շատ տարբեր ընտրատեղամասերում ենք շատ ակտիվ աշխատում ենք, բայց որքան էլ մեծ է ակտիվությունը քաղաքում, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում մենք ակտիվություն չենք նկատում եւ չեն նկատում նաեւ հանձնաժողովի նախագահները, այս պարագայում մեր կարծիքները համընկում են, այսպես ասած։ Ընտրացուցակների հետ կապված դեպքեր որևէ արձանագրվել են, օրինակ ընտրողը գա, ընտրացուցակում իր անունը չգտնի կամ չկարողանա գտնել, դժվարություն ինչ որ ստեղծվի։ Այո, մենք ականատես ենք եղել եւ այնպիսի դեպքի, երբ ընտրողը չի գտել իրեն ցուցակում եւ նաեւ ականատես ենք եղել այնպիսի դեպքի, որ այդ ընտրացուցակներն այնքան անմաչելի են փակցված, որ պարզապես եթե դու ուզենաս էլ քեզ գտնել այդտեղ չես կարողանա գտնել, որովհետև շատ բարձր է մարդու հասակից, միջին այսպես հասակ ունեցող մարդը չի կարողանա դա գտնել։ Այդ առումով հստակ կարող ենք արձանագրել, որ շատ ընտրատեղամասեր այո ցուցակները անմաչելի են փակցրել եւ ընտրողները այդ առումով դժվարացել են։ Նաեւ դժվարացել են իրազեկման այսպես բաց կար ավելի շատ, երբ օրինակ գրիչներն են շատ ուզում այսպես ընտրություն, քվեարկություն անելիս եւ չիմանալով, որ վաղուց արդեն գրիչներ չկան։ Վերաձև նշան չպետք է կիրառել, այո, գրիչի կարիք է, հետեւաբար չկա։ Քվեաթերթիկը դնում են ծրարում եւ համապատասխանաբար արդեն դուրս են գալիս։ Իհարկե մնացած քվեաթերթիկները թողնելով տվյալ քվեախցիկում։ Այո, քվեախցիկում, բայց նաև այդպիսի լինում են երևի դեպքեր, երբ նաև դուրս են բերում հետները, այո, հենց դա է ուզում նշել եւ հանձնաժողովի նախագահները, նաև հանձնաժողովի անդամները այդ առումով են դիտարկումներ անում, որպեսզի դուրս չբերեն։ Կտրոնների հետ կապված խնդիրներ արձանագրվում են։ Ոչ, իզարմանեսին տանում են իրենց հետ ընտրողները այդ կտրոնները։ Ոչ, ուշադիր են, վերցնում են այդ կտրոնները եւ նաեւ պիտի նշեմ, որ այս անգամ ի տարբերություն 2021 թվականի անգամ մատնահետքի սարքերն են կարծես թե լավ աշխատում, որովհետեւ վատ աշխատելու դեպքեր չենք նկատել, մատնահետքերը հասկանում են եւ նաեւ այդ առումով խնդիր չկա, կարելի ասել։ Այլ էական որևէ խախտումներ եւ այլն այլ տիպի
եղել են կամ արձանագրվել են հանձնաժողովի նախագահի կամ անդամների կամ դիտորդ մարմնի կողմից, որովհետև ի վերջո դիտորդ մարմինն էլ բավականին ակտիվ աշխատանք է ցուցաբերում բոլոր ընտրատեղամասերում։ Այո, դիտորդ մարմինները հիմնականում կուտակումների փաստն են արձանագրում եւ այո, դա եղել է որոշ ընտրատեղամասերի դեպքում, չեմ կարող բացառել, բայց նաեւ այս առումով որպես լրագրող պիտի պահեմ իմ անաչառությունը, անկողմնակալությունը եւ ասեմ, որ դիտորդ մարմինների կողմից նաեւ նկատում են կողմնակալ վերաբերմունք շատ հարցերի դեպքում, կարծում եմ առաջիկայում այդ հանգամանքը եւս կքննվի, համենայն դեպս այն այսպես աղմկահարույց ընտրախախտում որպես այդպիսին արձանագրում են դիտորդ մարմինները, կուտակումները եւ ուղղորդումները, երբ այսպես մեկը աշխատում է օրինակ ներսից, մյուսը դրսում է աշխատում, միմյանց հետ կապ են հաստատում եւ փորձում են քաղաքացիներին ուղղորդել, այսպես ասած։ Նաեւ առավոտյան մի դեպքի ականատես եղանք եւ կուսակցություններից մեկը երկու վստահված անձով եկել էր եւ վստահություն էր հայտնել, որ այո, իրեն կարող են երկու անձով մտնել ընտրատեղամաս, սակայն օրենքը դա ինչպես հանձնաժողովի նախագահի հետ խոսեցինք, օրենքը այդպես չէ, օրենքը թույլ է տալիս նույն կուսակցությունից միայն մեկ վստահված անձ ունենալ։ Սակայն նշված կուսակցությունը անունը չտամ այս պահին երկու վստահված անձանցով պարզապես դուրս եկավ եւ չմնաց ընտրատեղամասում։ Շնորհակալություն Աստղիկ, շատ բարփակված ինֆորմացիայի համար, ձեզ մաղթում ենք նաև աշխատանքային բարի ընթացք։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակում ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում։ Հիշեցնեմ, Գյումրի եւ Փարաքար համայնքներում մարտի 30-ին այսօր տեղի է ունենում տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրություն։ Եվ մեր նկարահանող խմբերը վաղ առավոտից աշխատել են տարբեր ընտրատեղամասերում եւ հենց այս պահին ես ձեզ ուզում եմ առաջարկել հենց Աստղիկ Խաչատրյանի պատրաստած տեսանյութը։ 31-ի 70 եւ 31-ի 69 ընտրատեղամասերի տարածքում կուտակումներ են, այս մասին բարձրացնում են տեղական դիտորդները։ Եթե այստեղ էս մարդիկ չգիտակցեն այնուամենայնիվ, որ իրանք պետք է օրենքի շրջանակներում գործեն, իսկ մենք անընդհատ արձանագրում ենք իրանց ապօրինի վարքագիծը, դա հիմք է 31-70 եւ 31-69 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքը չեղյալ ճանաչելու համար։ Չեղյալ ճանաչելու, որովհետեւ ընտրակուտակումները տեղամասերի մոտ արգելվում են, մենք դա պարբերաբար արձանագրում ենք եւ եթե մենք հասկանանք, որ դրանք էական ազդեցություն ունեցել, մենք կխնդրենք նաեւ կդիմենք ընտրական հանձնաժողով, դա կլինի հիմք այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար։ Շնորհակալություն։ Մենք ինչ եկել ենք, ես եկել եմ մոտավորապես ժամ ու կես առաջ, այս ամբողջ ընթացքում այստեղ կուտակումներ են, ամբողջ ընթացքում։ Եվ ասեմ ձեզ, աննախադեպ են եւ կուտակումները Գյումրիում, Գյումրին ոչ միտեղ sense կուտակումներ չկա։ Եվ կուտակումներն են աննախադեպ եւ ընտրողների ակտիվությունը այս երկու ընտրատեղամասերում որ շատ զարմանալ է։ Մնացած բոլոր ընտրատեղամասերում այս ընթացքում 2-ից 3 անգամ ավելի քիչ ընտրող է մոտեցել։ 31-ի 70 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը նշում է 1756 ընտրողից ժամը 12-ից 12:30-ի հատվածում ընտրողների քվեարկության մասնակցած անձանց թիվը 308 է։ Ինչ վերաբերում է կուտակումներին, Ալլա Գևորգյանը նշում է. Բայց 15 հոգին դեռևս չի գերազանցում, նկատում ենք, որ կուտակում կա, բայց չեն գերազանցում։ Ուղղակի ծերեր այս պահի դրությամբ շատ են ընտրողները, մի քիչ դանդաղ է ընթանում։ Զրույցի ընթացքում պարզ է դառնում նաև, որ կուսակցությունների վստահված անձանց միջև միջադեպեր են եղել։ Միջադեպեր վստահված անձիկ միմյանց հետ են ունեցել, բայց հաշտվել է։ Կոնկրետ իմ հետ կապված մենք միջադեպ չենք ունեցել։ Վստահված անձիկ միմյանց հետ։ Այո։ Նշենք, որ այս ընտրատեղամասի պատուհանների փակցված ցուցակների մի մասը ակնհայտորեն մաչելի չեն բնակիչների համար, ինչը եւս հակասում է ընտրական օրենքին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Թիվ 31-ի 61 ընտրատեղամասում 5080 ընտրողներից ժամը 12-ից 12:30-ի հատվածում ընտրել են 70 քաղաքացիներ։ Ընտրողների հաճախ տրվող հարցը հանձնաժողովին գրիչներին է վերաբերում։ Քաղաքացիները մինչ այսօր չգիտեն, որ քվեարկության գործընթացում գրիչներ վաղուց չկան, ինչի համար ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Նարին Եղազարյանը մեղադրում է ոչ թե համապատասխան մարմիններին, այլ մեզ տեղական հեռուստաընկերության ու այդպիսով ի ցույց դնում իր անտեղյակությունը հեռուստաընկերության կատարած աշխատանքի վերաբերյալ։ Օրինակ չգիտեմ ոնց են ընտրելու, որովհետև երբևիցե ոչ
ցայգով, ոչ կենտրոնականով հոլովակները այս անգամ չգնացեն, նոր մարդիկ մնային, թե ոնց են ընտրելու։ Գնացել է։ Ես չեմ տեսել ինչ մեկում դրա համար։ Ընտրությունների ակտիվությունը դրական է գնահատվում այստեղ։ Միջադեպերում ընտրախախտումներ մինչ այս պահը չեն արձանագրվել։ 31-ի կոտորակ 60 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Նաիրա Ալեքսանյանը պասիվություն է արձանագրում 12-ից 12-30 դրությամբ։ Համեմատաբար փոքր ընտրատեղամասում գրանցված են 488 ընտրող, որոնցից նշված ժամի դրությամբ ընտրություններին մասնակցել է 34-ը։ Իսկ գնահատեմ մի քիչ պասիվ եմ։ Հիմնականում ինչ խնդիրներ, ինչ դժվարություններ են ունենում ընտրողները։ Հիմնականում ծերերն են դժվարանում, չգիտեն ինչպես պիտի կաշկը կատարվի, որտեղ պիտի գցեն թափոնը, ուղղորդում ենք, որ պիտի քվյախցիկի հետևում տեղ կա, տեղադրեն այդտեղ։ Ուրիշ դժվարություն չենք նկատել, այս պահի դրությամբ բնականon ընթացել է ամեն ինչ։ Չենք ունեցել։ Ես կասեի, որ 21 թվականին ակտիվ էին։ Իսկ միգուցե ընտրողների թիվն է քիչ, դրա համար է պասիվություն կամ ժամի հետ է կապված պասիվությունը։ Օրվա երկրորդ կեսից հուսով եմ մեր ընտրողները մի քիչ կակտիվանան։ Քվեարկությունը այս ընտրատեղամասում բավականին հանգիստ է։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։ Այսօր լրատվականի նկարահանող խմբերը օրվա ընթացքում շրջելով տարբեր ընտրատեղամասեր, կուտակումներ չեն նկատել։ Մասնակցության ցուցանիշն էլ համեմատաբար բարձր է եղել, համենայն դեպս այդպես են վստահեցրել ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները։ Գյումրիում շարունակվում է արտահերթ ընտրությունների քվեարկությունը։ Այսօր լրատվականը շրջել է մի շարք ընտրատեղամասերով՝ 31-ի 49, 31-ի 66, 31-ի 67, 31-ի 52, 31-ի 71, 31-ի 73, 31-ի 48, 31-ի 49։ Նշված հատվածներում մեր տեսախցիկը կուտակումների կադրեր չի ֆիքսել ժամը 14:00-ի դրությամբ։ Ֆիքսեք դուք, ինքներդ լավ, սպահեք ձեռքով, փախնում է, ահա։ Թիվ 31-ի 78 ընտրատեղամասում 1732 ընտրողներ կան գրանցված ժամը 14:00-ից 14:30-ի հատվածում 395 քաղաքացիներ են մասնակցել քվեարկությանը։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մուշեղ Մարգարյանը նշում է, ընտրախախտումներ չեն արձանագրել։ Միջադեպներ չենք ունեցել, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է։ Ընտրական օրենսգրքի պահանջներից սահմանված կարգով հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է, ինչպես նաև ներկային դիտորդական առաքելություններից վստահված անձինք ամեն ինչ ակտիվությունը այս պահի դրությամբ նորմալ է, չի ասի, որ լավ է կամ վատ է, նորմալ է ակտիվությունը, հաշվի առնելով թաղամասի ժողովրդի զբաղվածությունը, իմ կարծիքով ինքը նորից ակտիվություն կունենանք, գիտեք ինչ կրճատումներով լինում է, որ միանգամից ակտիվություն է, ժողովուրդը հոսքը շատ է եւ սենց հանգիստ մի քիչ ընթացք, բայց նորմալ է։ Ընտրողները հիմնականում ինչից են դժվարանում, ինչ հարցեր են կատարում։ Մեր ընտրողները հիմնականում դժվարանում են կոնկրետ մեր ծերերի տան ընտրողներն են դժվարանում, ուղեկցողները, որոնք որ գալիս են սահմանված կարգով գրանցում են կոնկրետ տեսողության հետ կապված խնդիրներ կան, տարեց մարդիկ են, հիմնականում շարժունակության հետ կապված խնդիրներով ընտրողներ են ունեցել, բայց կոնկրետ մեր մասնագետները բացատրում են, նորից եւս մեկ անգամ հիշեցնում են ընտրության կարգը, այդպես նորմալ է ամեն ինչ։ Այստեղ եւս ընտրությունների մասնակցությունը ակտիվ է, կուտակումներ սակայն չկան։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։ Փարաքարում ըստ ընտրացուցակների 20967 ընտրող կա։ Փարաքարի թիմ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ։ Գյումրիում մասնակցում է 9 քաղաքական ուժ։ Ընտրողների թիվն այստեղ 111236 է։ 82 ընտրատեղամասերի արդյունքներով ժամը 17-ի դրությամբ իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 37500 ընտրող։ Օրվա տարբեր ժամերի իրենց ընտրատեղամասերում քվեարկել են քաղաքական ուժերի ավագանու թեկնածուները։
Գյումրի եւ Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը աշխատում է վաղ առավոտից։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Շուրջօրյա գործում է նաեւ թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն։ Ներքին գործերի նախարարության թեժ գծին այսօր ժամը 12-ի դրությամբ ստացվել է նահազանգեր։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում թիմ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, դրանք ստուգման փուլում են։ Մարտի 30-ին ժամը 12-ի դրությամբ ՆԿՆ ոստիկանությունում թիմ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում եւ սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկություններ ՆԿՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին։ Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացվել եւ տեղեկանք են ստացել 14 որոնցից Գյումրի համայնքում 7 քաղաքացի, Փարաքար համայնքում 7 քաղաքացի։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ ստացել է 5 անձ, որոնցից Գյումրի համայնքում 3 քաղաքացի, Փարաքար համայնքում 2 քաղաքացի։ ՆԿՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։ ՆԿՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունում գործող զանգերի կենտրոնում ընտրությունների կազմակերպման եւ անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել։ Անկախ դիտորդ դաշինքի անդամներից մեկին հեռացրել են Գյումրու 31 կոտորակ 37 տեղամասից։ Այն բանից հետո, երբ նա հանձնաժողովի նախագահից պահանջել է պրոակտիվ կերպով ընտրողներին օգնող չառաջարկել։ Այս մասին հայտնում է իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է այս առնչությամբ հանցագործության մասին հաղորդում, որը կներկայացվի դատախազություն։ Իոնիսյանն ընդհանուր առմամբ նաև անդրադարձել է Գյումրու եւ Փարաքարի ընտրատեղամասերում անկախ դիտորդի արձանագրած այլ ընտրախախտումների։ Հիմնական խախտումների վիճակագրական պատկերի առումով ժամը 2:30-ի դրությամբ հետևյալն է 19 խախտում, եթե խոսում ենք իրական քիչ թե շատ խախտումների մասին Գյումրիում եւ 14-ը Փարաքարում, մասնավորապես արձանագրել ենք վիճաբանության 4, բաց քվեարկության 3, դիտորդի իրավունքների խախտման 2 դեպք, ընկերում 2-ից մեկը Փարաքարում, մեկը Գյումրիում, Փարաքարինը այդքան լուրջ չէր, Գյումրիինը 31 կոտորակ 37 ընտրական տեղամասում լուրջ էր եւ դրա հետ կապված արդեն գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդումը հասցեագրել ենք։ Խոսքը հենց մեր դիտորդի մասին էր։ 6 դեպք գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում շարունակական գտնվելու, 6-ից 5-ը Գյումրիում, մեկը Փարաքարում։ Վստահված անձի կողմից իրականացվող ընթացակարգային խախտումներ 9 դեպք այդպիսի, որոնցից մոտ կեսը կոնկրետ մեկ կուսակցության մասով, ես մինչև ժամը 20:00-ն երևի կոռեկտ չի որ հայտարարեմ, թե որ կուսակցության մասին է խոսքը, բայց ժամը 20:00-ից հետո բնականաբար դա գաղտնիք չեն պահելու, հրապարակելու ենք։ Ուրեմն վիճաբանության 4 դեպք, ուրեմն մեկը Փարաքարում եւ 3-ը Գյումրիում եւ ուրեմն քվեաթերթիկ չտալու մի դեպք, այսինքն որ քվեաթերթիկների ամբողջ սպեկտրը չտրվի ընտրողին, մի քվեաթերթիկ պակաս տրվի, նման մեկ դեպք արձանագրել են Գյումրիում 31 կոտորակ 1 տեղամասում
Եվ բայց այդ տեղամասում կասկած կա, որ այդ դեպքը, որ այդ երևույթը պարբերական բնույթ է կրել, որտեղ մեր արձանագրելուց հետո ընտրողներ հայտնվեցին, որոնք որ ասցին, որ իրանք էլ էին պակաս քվեաթերթիկը ստացել ու ոնց որ թե հենց կոնկրետ մի կուսակցության քվեաթերթիկ են պակաս ստացել։ Եվ ինչ որ առումով էպիկ դեպք 31 կոտորակ 70 ընտրական տեղամասում քվեարկության կտրոնի հափշտակության դեպք։ Այս դեպքով նույնիսկ ոստիկանները փորձեցին հետապնդել քաղաքացին հափշտակել էր ինքն իր քվեարկության կտրոնը, ոստիկանները նույնիսկ փորձեցին հետապնդել, այստեղ առանձին քննարկման առարկա իհարկե ոստիկանների պահվածքը, որտեղ 3 ոստիկաններից մեկը ակնհայտորեն փորձում էր բռնել եւ դա իր մոտ չէր ստացվում, բայց մյուս 2 ոստիկանները համայնքային ոստիկանության լեյտենանտի եւ ոստիկանության զորքերի սերժանտը ուղղակի չէին օգնում իրենց ծառայակցին եւ ավելի շատ հետաքրքրված են նրանով, որ լրագրողները չնկարեն տեղի ունեցողը, դա շատ մտահոգիչ էր այդ ոստիկանների պահվածքը։ Հարգելի հեռուստադիտողներ, ժամը 17-ի համար ձեզ համար առանձնացրել էինք այսքանը։ Հիշեցնեմ, այսօր Գյումրին ու Փարաքարը ընտրում են ավագանու կազմը։ Եթե դեռ չեք հասցրել գնալ, ընտրության անպայման գնացեք եւ կատարեք ձեր քվեարկությունը։ Այն առաջիկա 5 տարիների համար է։ Իսկ այսօր լրատվականը ուղիղ եթերում կշարունակի աշխատել ձեզ համար, ապահովելով անաչառ ու հրատապ լրատվություն։ Դե ինչ, մնացեք ցայգի հետ։